Պարոն Դանիելյան, հիշել ենք ձեզ մեր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ, երբ որ ոչ միայն ոսկեպարի եկեղեցում էինք, ինքը տեղում էր, այն է, որ հասնելիս ոսկեպարի եկեղեցի, անցնելով օրինակ ոսկեպարի մոտով Վաղանիսի, մենք տեսնում էինք 100-ավոր կառուցվող տներ, ոսկեպարում մասնավորապես 56-ը, Վաղանիսում 59-ը, այսինքն 0-ից կառուցվում են թաղամասեր, եւ սա մի բան էի ցույց դնում։ Սիրելի ընդդիմություն, դուք պարտվել եք արդեն այս պահին։ Ընտրությունները չսկսված պարտվել եք, որովհետև քաղաքացիները խաղաղություն կառուցում են մեզ հետ։ Մենք բանակցում ենք, քաղաքացիները կառուցում են տներ, թաղամասեր։ Ուզում եք հազարավոր անգամ կրկնեք, որ սա խաղաղություն չի, հրադադար է։ Քաղաքացին չի հավատում։ Պարոն Դանիելյան, վերադարձել եք ոսկեպար, այդ մարդկանց հետ խոսել եք։ Ինչ երեսով, ես զարմանում եմ։ Սիրելի քաղաքացիներ, այսօր EVN Report-ը հրապարակեց հերթական հարցումները, որոնք ինձ համար նորություն չէին, զարմանալի չէին, որովհետև մենք չենք կտրվում իրականությունից։ Եվ սիրելի քաղաքացիներ, մեր վարկանիշը 3 անգամ ընդդիմության վարկանիշը միասին վերցրած ավելին է։ Սա մի բան է նշանակում։ Երբ ես ասեմ դուք պարտվել եք, սա նրա մասին է նաև, որ դուք փողոցային պայքար գեներացնել չեք կարողանում, որովհետև անընդհատ ստելով վախը փորձելով դարձնել քաղաքական կապիտալ, դուք չեք կարող այսպես հավերժ, այդ ոճը հավերժ չի կարող լինել։ Մեկ անգամ վախեցրիք, հիշում եմ, ԱԺ-ի դիմաց ցույցեր, ինչ որ մի կեղծ փաստաթուղթ էի շրջանառել, իբր մենք Սյունիքն ենք տալիս, Սյունիքը դեմիլիզացվում է, հալավ մի անգամ վախից դուրս եկան փողոց, ոսկեպարը, Կիրանց, հալավ իչքան։ Մեր քաղաքացիները մեր շփումների ժամանակ որպես մեծագույն ձեռքբերում նշում են խաղաղությունը։ Ու դա այդպես է։ 1000 անգամ ասեք խաղաղություն չի, հրադադար է։ Չեն հավատում։ Եվ չեն հավատում, դրա համար կառուցում են։ Եթե մի գրամ անգամ կասկած լիներ, որ դուք կարող եք մի քիչ ճշմարիտ լինեք, դա տեղի չէր ունենա։ Եվ ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին այս համագործակցության համար, որովհետև խաղաղությունը անհնար կլիներ առանց մեր քաղաքացիների հետ մեր ամենօրյա աշխատանքի, համագործակցության, վստահության քվեի։ Եվ ես նկատում եմ, որ արտախորհրդանական ուժերից մի քանիսը կողմնորոշվել են եւ առաջ են տանում սոցիալական հարցերը, որովհետև արտաքին հարցերում նրանք ավելի լավ առաջարկ չունեն, դուք էլ չունեք, դրա համար այսօր էլ երեգել այս ամբիոնից խոսում եք բացառապես սոցիալական հարցերից։ Իսկ դրանք կերպարի տակ հանդես գալ, մինչդեռ մի անգամ եւս առիթ ունեցել եմ ասելու, շաբաթը մի քանի անգամ մարզումների գնալը բնավ չի նշանակում լինել ուժեղ տղամարդ կամ սատկած այրուծի վրա նստելը։ Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, ուզում եմ սա մեկ անգամ եւս ֆիքսենք։ Արդեն մի քանի օր է ազգային ժողովում մենք արտահերթ նիստեր ենք գումարել, շարունակում ենք մեր աշխատանքները, տարատեսակ թեմաների քննարկումներ ենք իրականացնում, երեկվանից էլ տիկին գլխավոր դատախազը ազգային ժողովի այս ամբիոնից մեզ ներկայացնում է միջնորդություն, կապված Քոչարյանի պատգամավորներից մեկին անձեռնախելիությունից զրկելու հետ, բայց նույն դաշնակները Պատիվ ունեմը, Քոչարյանի մյուս պատգամավորները փորձում են անլրջացնել այս process-ը եւ դեմքի լուրջ արտահայտությամբ իբր հարցեր են տալիս գլխավոր դատախազին, փորձելով ոչ հիմնավոր տպավորություն, ներկայացնել, որ դատախազը այստեղ եկել է եւ ինչ որ ոչ հիմնավոր եւ որևէ թույլ գործ է ներկայացնում, մինչդեռ բացարձակապես հակառակն է եւ տիկին դատախազի ներկայացրածը սարսափելի մի իրականության մասին է խոսում։ Հարգելի քաղաքացիներ, բանից պարզվում է, որ այս դալիճում մեր կողքին նստած է եղել մի մարդ, Արթուր Սարգսյան անուն ազգանունով, ով մաս է կազմել, մասնակից է եղել մի օրհնված, ճակերտավոր օրհնված ահաբեկչության, որի ընթացքում վերջինս իր ընկերների հետ պատրաստվում էր սպանել ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոչ միայն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին կամ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, այլ սիրելի քաղաքացիներ նաև ձեզանից մի քանիսին։ Այո, նրանք պատրաստվում էին այրել մեքենաներ, մի քանիսին գյուլել պատերի տակ, իմիջայլոց այստեղ
իրենք ցույց են տալիս, որ իրականում իրենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ուղղակի անվանում են անասուններ կամ էշեր, այլ հենց հավատում են, որ դուք այդպիսին եք, հարգելի քաղաքացիներ, որովհետև չի կարող մեկը խոսել մի քանիսին գյուլելու եւ հետո ընտանիքին որևէ փոխհատուցում տալու մասին եւ արտահայտվել, որ այդպիսով այդ ընտանիքները կլինեն գոհ եւ երջանիկ եւ իրենք էլ կգան իշխանության։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս ամեն ինչը շատ լավ գիտակցում են։ Ու վստահ եմ, որ նաև այս գիտակցումը հասկանում են այս նույն մարդիկ, ահաբեկչություն իրականացնող մարդիկ, որովհետև իրենք հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր իշխանության գալ հնարավոր է միայն ու բացառապես արդար ընտրությունների միջոցով։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց իրենց քաղաքական աղբանոցն է նետել եւ իրենք քաջ գիտակցում են, որ միակ տարբերակը, որ կարող են գալ իշխանության, դա ահաբեկչությունն է, որը ի պատիվ եւ ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի բնում խեղդվեց այդ ձեր օպերացիան։ Շնորհակալություն եմ հայտնում առիթից օգտվելով եւս մեկ անգամ մեր իրավապահ համակարգին։ Հարգելի քաղաքացիներ, այս սրբապիղծ ահաբեկչական ծրագիրը ղեկավարում էր Տավուշից Երևան գալու ճանապարհին գառնուկներ գրկող, երեխաներին համբուրող եւ Աստծո անունից հանդես եկող, բայց միևնույն ժամանակ սատանայի հետ գործարք կնքած Վազգեն Գալստանյանը։ Սրանք խոսում են եկեղեցու անունից, խոսում են, որ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը, իշխանությունը դուրս է եկել հայոց եկեղեցու դեմ։ Այսօրվա իշխանությունը, հարգելի քաղաքացիներ, փորձ է անում եւ ամեն ինչ անելու է, որպիսի Սուրբ եկեղեցին ահաբեկիչների ворջ սարքած անձանցից ազատի եւ իրականում վերադարձնի այն մարդկանց, ովքեր կրում են հոգեվոր արժեքներ։ Բանից պարզվում է մեր հայոց եկեղեցու պատերի ներսում այսքան ժամանակ ահաբեկիչներ են բուծվել ընդամենը եւ սրբապղծություններ տեղի ունեցել։ Մեկն էլ Շիրակի մարզում կար եկեղեցականի սքեմով ու անընդհատ խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց հենց փաստերի հայտ եկան եւ որոշեցին, որ իր հետևից են գնալու իրավապահ համակարգը, գնաց եւ թաքնվեց վեհարանում եւ դրանից հետո սկսվեց անպագորգոր հայտարարություններ, թե վեհարանը սուրբ վայր է եւ այդտեղ որևէ գործողություն իրականացնել չի կարելի։ Լուրջ եք ասում, բա ձեզ կարելի է սրբապիղծ եւ ահասար սուրբ ծրագրեր մշակել եւ իրականացնել։ Ես գիտեմ, որ ձեզ մոտ միայն դա է լավ ստացվում։ Եվ երբ այս բացահայտումները տեղի ունեցան, սրանցից ոմանք հայտարարեցին, որ այդ ձայնագրությունները, այդ հրապարակումները արհեստական բանականությամբ ստեղծված ինչ-որ հրապարակումներ ու ձայնագրություններ են, բայց ես ուզում եմ ձեզ շնորհավորել, դուք այս հարցում անգամ արհեստական բանականությանն եք կարողանում հաղթել եւ անգերազանցելի եք։ Ես ապշած էի մի բանի վրա, որ այս օրերի ընթացքում սրանցից որևէ մեկը չեկավ եւ այս ամբիոնից որևէ դատապարտող նախադասություն մի միտք չհնչեցրեց բացահայտված ահաբեկչական ծրագրի մասին, բայց հետո էլ ինքս ինձ հարց եմ տալիս, ինչպես կարող էին գալ եւ դատապարտել այս ահաբեկչությունը, սպասվելիք ահաբեկչությունը այն մարդիկ, որոնց քաղաքական հայրերը հոկտեմբերի 27 եւ մարտի 1 կազմակերպած մարդիկ են, ինչպես կարող էին։ Այսօր էլ Արթուր Սարգսյանն եկավ այս ամբիոնից հայ տղամարդու կերպարից խոսեց, ներկայացրեց, որ ինքը իսկական հայ տղամարդ է եւ վերջում էլ ասեց ինձ հարցերին չեմ պատասխանում, որպեսզի երեխաներիս եւ կնոջս հետ գնամ եկեղեցի։ Լավ, դուք ամոթ, մի գրամ ամոթ ինչ է չունեք, ու դուք դեռ համարձակվում եք եկեղեցու կողքով անգամ անցնել, կամ երբ խոսում եք ձեր անչափահաս երեխաների, 4 երեխաների մասին